չէ, որ պաշտոնական Տեհրանը կտրականապես դեմ է արտահայտվել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գաղափարի եւ իրականացմանը, այդ միջանցքի կյանքի կոչման շահագրգռված 3 պետություններ կան Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը։ Արդյոք այդ երկրի նախագահները Իրանի հետ քննարկել են, առաջարկել են հետ կանել այդ մտքից քննարկել են արդյոք Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանի դիրքորոշումը մեղմացնելու որպես առաջարկ արվել է։ Да, это по коридору Зангезур, که همیشه مطرح میشه. شما میدونید که زینفان این کوریدور کشورهای زینف این کوریدور آذربایجان، ترکیه و روسیه هستند. آیا در سطح مقامات این کشورها با ایران در خصوص این کوریدور صحبت شده که بخوان در واقع خفیفتر کنن موضع ایران رو، چون ما موضع ایران رو میدونیم در این باره. موضع ایران کاملا مشخصه. պետք է ասեմ նշեմ որ Իրանի դիրքորոշումը շատ հստակ է ما با هر مسیری که منطق کوریدور داشته باشه مخالفیم. մենք ցանկացած ճանապարհ որը իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն դեմ ենք դրան این کوریدوری که شما اسمشو زنگزور گذاشتن این برخلاف منافع ارمنستانه، برخلاف منافع ایرانه. այն այսպես կոչված միջանցքը որը Զանգեզուր են անվանում դա եւ Հայաստանի եւ Իրանի շահերից չի բխում این خط قرمز ماست. ما قبلا هم گفتیم դա մեր կարմիր գիծն է եւ նախկինում այդ մասին մենք հայտնել ենք به همین کشورهایی هم که شما اسمشو بردید به صراحت گفتیم که ما این خط قرمز ماست و ما مخالف جدی هستیم. այդ երկրներին մասին որ դուք նշեցիք մենք շատ հստակ նրանց հայտնել ենք որ դա մեր կարմիր գիծն է եւ դեմ ենք դրան و ما از این خطوط قرمز خودمون عدول نمی‌کنیم. եւ մենք ուրեմն այդ մեր կարմիր գծերից ետ չենք կանգնի եւ չենք անցնի դրա դիմաց